Ձերբակալվել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հաստատել է տեղեկությունը։ ԱԱԾ-ն նաև հայտնել է, որ Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ եղանակով Վրաստանից Հայաստան իգլա տեսակի զենիթահրթիռային համալիրի տեղափոխման գործով։ Քրեական գործի շրջանակում Բաբայանից բացի եւս 2 անձ է ձերբակալվել։ Այսօր ԱԱԾ-ն տեղեկություն էր տարածել, որ հայտնաբերվել ու արգրավվել է իգլայի արձակման խողովակ 9M39 հրթիռով։ Ծառայությունում արժանահավատ տվյալներ ունեն, որ համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումն ու փոխադրումն իրականացած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով։ Փորձագիտական եզրակացության համաձայն մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար։ Ներկայում փորձում են պարզել զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրները։ Համարվում է, որ Սամվել Բաբայանը համակարգում է Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի գործունեությունը։ Այստեղ Բաբայանի ձերբակալությունը կապում են հենց Օրո դաշինքի նախընտրական գործունեության հետ։ Սա Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի դեմ ուղղված հերթական քայլն է։ Մենք տեսնում ենք, որ հասարակության մոտ քանի որ աճ կա դեպի վստահության աճ կա ու շատ արագ է աճում այդ վստահությունը, մեր նկատմամբ իշխանությունները գնացին հերթական բռնությանը, հերթական ապօրինությանը։ Երևի տանկի փողը շատ մեծ է եղել, որպեսզի դա ներկայացնեն իբրև թե բերել է, ակնհայտ է, որ ընդամենը խնդիր է դրված եղել ինչ-որ ձևով ինչ-որ մեկին կապել Սամվել Բաբայանի հետ եւ այդ շրջանակում ազատությունից զրկել, որպեսզի մեր դաշինքին հարված հասցվի։ Հացբերողին Արթուր Սարգսյանին այսօր հողին հանձնեցին Շահումյանի գերեզմանատանը։ Նրան վերջին հրաժեշտը տալու էին եկել բազմաթիվ քաղաքացիներ, հայտնի մշակութային եւ քաղաքական գործիչներ։ Հացբերողին քաղաքացիները սքոսրահից մինչեւ գերեզմանատուն ծափահարություններով եւ Արթուրը չի մահացել, Արթուրը զոհվել է, Փառք հացբերողին վանկարկումներով են ուղեկցել, որոնց միացել են նաեւ անցորդները։ Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը վախճանվեց մարտի 16-ին։ Նրան մեղադրում էին Սասնա ծռերին օժանդակելու մեջ։ Անցյալ տարվա ամռանը ոստիկանության Երևանի ԲՊՑ գնդի տարածքը գրավելու օրերին նա կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել Սասնա ծռերին։ Կալանքի հետ անհամատեղելի հիվանդության պատճառով Արթուր Սարգսյանին դեկտեմբերի 31-ին ազատ արձակեցին, ապա կրկին կալանավորեցին քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ։ Խափանման միջոց կալանքը փոխելու պահանջով Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր։ Խափանման միջոցը փոխվեց մարտի 6-ին։ Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փորագրող վարպետ։ Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալվել է հանրային հեռուստատեսության օրակարգից դուրս հաղորդման ու խոսել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։ Հայաստանի առաջին նախագահն ասել է, որ հակամարտության կարգավորման սկզբունքները որոշել ենք ոչ թե մենք, Ղարաբաղը կամ Ադրբեջանը, այլ միջազգային կառույցները։ Ներկայացնելով այդ սկզբունքները Տեր-Պետրոսյանը վերահաստատել է իր դիրքորոշումը։ Խաղաղություն կարելի է ձեռք բերել տարածքների վերադարձի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման եւ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի սահմանման միջոցով։ Եվ ես ժողովրդին միայն մի բան կասեմ։ Շատ հեշտ բան կա կողմնորոշվելու այս ընտրություններում։ Ղարաբաղի հարցից ավելի կարևոր հարց այսօր չի, արդեն 88 թվականից մեր անկախությունից սկսած չկա։ Բոլոր քաղաքական ուժերը պետք է պատասխանեին մեկ հարցի, միակ ռեալ իրական հարցին, որը վերաբերում է Արցախյան հակամարտության այս կարգավորման գործընթացին։ Համաձայն եք, իսկ սա ռեֆերենդումի նման բան պետք է լիներ։ Համաձայն եք Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված եւ Հայաստանի իշխանությունների կողմից ընդունված այս կարգավորման ծրագրի ստորագրմանը, թե ոչ։ Մենք ասում ենք համաձայն ենք։ Ըստ էության շատ հստակ չի ձևակերպել հանրապետական կուսակցությունը նույնպես այս գծի մեջ է, որովհետեւ շեշտվում է, որ Մինսկի խմբի գործընթացին պիտի ջանքեր գործադրեն։ Մյուսների մոտ ուղղակի հեքիաթ է։ Հեքիաթ ոչ մի կապ չունեցող այս իրականության հետ։ 5-րդ գումարման ազգային ժողովի վերջին քարորյան կարծես վերջնականապես տապալվում է։ Այսօր նույնպես չեն կարողացել քվորում ապահովել, խորհրդարան էր ներկայացել ընդամենը 13 պատգամավոր։ Հերմինե Նաղդալյանը սակայն հույսը չէր կորցնում։ Հայտարարել է, որ գրանցումը շարունակվելու է 3 ժամ, հույս հայտնելով, որ բազմազբաղ պատգամավորները կվերադառնան դահլիճ, բայց սահմանված ժամկետի ավարտին այդպես էլ չի հաջողվել քվորում ապահովել։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մոտ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել։ Նախ տեղեկություն տարածվեց, որ խորհրդարանի մոտ Վեստմինսթերյան կամրջի վրա հրաձգություն է տեղի ունեցել։ Հետո բրիտանական լրատվամիջոցները հայտնեցին զինված տղամարդու մասին, որը հարձակվել է ոստիկանի վրա ու վիրավորել նրան։ Հարձակվողին գնդակահարել են։ Բացի այդ, ավտոմեքենա է մխրճվել մարդկանց բազմության մեջ։ Միջադեպի հետևանքով 1 կին է զոհվել, ավելի քան 1 տասնյակ տուժածներ կան։ Խորհրդարանականներին տարհանել են, Վեստմինսթերյան կամուրջը փակել։ Սկոտլենդ Յարդը դեպքն ահաբեկչություն է որակել։
Սասնածռեր խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիվանդանոց են տեղափոխել։ Դրա շահերի պաշտպանն ասում է, արտերկրից ժամանած բժիշկները Հովհաննեսի մոտ ոսկրի վարակ են կասկածում։ Վնասվածքաբանության կենտրոնից էլ տեղեկացրել են, որ Հարությունյանն իրենց մոտ է տեղափոխվել սերտաճած կոտրվածքով, հետազոտությունից հետո էլ պարզ կլինի, թե ինչ խնդիրներ ունի։ Հովհաննես Հարությունյանը, հիշեցնենք, ոտքի ծանր վիրավորում է ստացել ոստիկանության Երևանի ՊՊՑ գնդի տարածքում։ Եվրատեսիլ երգի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը յուրահատուկ ֆլեշմոբ է նախաձեռնել։ Facebook-ի իր էջում երգչուհին Մարտա Հարավեր է նետում Եվրատեսիլի այս տարվա մասնակիցներին, առաջարկելով հայկական ազգային երգ կատարել։ Ինքն առաջին քայլն է արել գերմանական երգ կատարելով ու Մարտա Հարավերն ուղղել Գերմանիան ներկայացնող Լևինային։ Das Wandern ist das Müllers Lust, das Wandern ist das Müllers Lust, das Wandern. Լևինան ընդունել է Արծվիկի Մարտա Հրավերը, երգչուհին Facebook-ում հրապարակել է կաքավիկ հայտնի երգի իր կատարումը եւ հայերեն ողջունել երկրպագուներին։ Արև բացեց թուգամփերեն, քաքավթերավ կանասարեն, սարիցերեն, բարև բերավ թագիկներեն։ Եվ Եվրատեսիլյան կրքերի մասին երեք հայտնի դարձավ, որ Արծվիկին հնարավոր է թույլ չտան մասնակցել Կիևում կայանալիք մրցույթին, պատճառը Ղրիմի այցելությունն է։ Իսկ այսօր տեղեկություն տարածվեց, որ Կիևում ելույթ ունենալու հնարավորություն հաստատապես չի ունենա Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովան։ Նրա մեղքը նույնպես Ղրիմ ուղևորությունն է։ Իդեպ Սամոյլովան Ուկրաինա չի կարողանա մոտ գործել 3 տարի։ Մարտի 22-ին դոլարը նորից սկսել է թանկանալ, իսկ եվրոն եւ ռուբլին էժանացել են։ Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 483 դրամ, եվրոինը 521, ռուբլունը 8 դրամ 36 լումա, ֆունտինը 602 դրամ։ Մարտի 23-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է առանց տեղումների եղանակ, Սյունիքում եւ Արցախում ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար 5-ից 6 աստիճանով կբարձրանա։ Երևանում վաղը տեղումներ չեն սպասվում։ Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0-ից 2, ցերեկը 11-ից 13 աստիճան տաքություն։